բայց եթե դեմ չեք, Միքայել Սրբազանի գործով 3 դատական նիստներ, ըստ էության վճիռը կհրապարակվի առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 22-ին, եւ այսպես 3 բավականին ուղղակի ամոթ է անգամ ասել, որովհետև ամոթ է մեր, որ մեր սրբազանները դատարաններում են, բայց Միքայել Սրբազանի խոսքը շեշտադրված հստակ եւ ինչ ասած իր խոսքը եզրափակելով Սրբազանը ասած բոլոր նրանք ովքեր իրենց ձեռքերը կթաթախեն իմ անմեղության մեջ, ըստ էության այդ մարդկանց տունը կքանդվի, կխնդրեմ այս դատավարություններից խոսեք, այս իրականությունից եւ հետո արդեն նաեւ մեր անվտանգային թեմաները եւ ոչ միայն իհարկե իրենք վերջերս հայտարարություններ են արել մեր անվտանգության մասով համեցեք։ Դե հայտարարությունները իրենց միշտ են խայտառակ լինում, բայց անդրադառնամ, ինչպես դուք նշեցիք, դատավարությանը, ընդհանրապես ովքեր են դատողները, դատում են այսօր մարդիկ սրբազաներին, ովքեր ոչ միայն սրբազաներին, նաև շատ ու շատ մենք այսօր դատարաններում անթիվ անհամար դատապարտյալներ ունենք ու դատվածներ, ձերբակալվածներ ունենք, ովքեր են դատողները։ Դատողները մարդիկ են, ովքեր 21 թվականին բառիս ամենաուղիղ իմաստով խաբեցին հայ հասարակությանը, ասելով, որ իրենք գալիս են Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի ծրագրով։ Խաբեցին։ Խաբելով եկան եւ մինչեւ հիմա իրենք պիտի լինեն բոլոր դատապարտյալների փոխարեն պետք է ամբողջ ԿՊ-ն լինի ձերբակալման վայրերում, պիտի լինի դատարաններում, բայց ցավոք մենք այսօր տեսնում ենք, քանի որ իշխանությունը իրենցն է, մուրճը իր ձեռքին է, մանգաղն իր ձեռքին է, դատական համակարգը իր գրպանում է, դատավորները իր գրպանում են, քննիչները իր գրպանում են, գուցե ոչ բոլորը, բայց մեծ մասը կհիշենք ինքն էր ասում, չէ, վնգստացող դատավոր չի լինելու, ինքը բոլորին դարձրել է գրպանային եւ այսօր դատում է։ Սրբազանի այդ խոսքը նաեւ ես կարող եմ ընկալել որպես անեծք այս իշխանություններին։ Ես կարծում եմ, որ եթե Սրբազանն է անիծում, օրերից մի օր դա պիտի որ ի կատարածվի։ Եվ ընդհանրապես ամոթ է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կան դատապարտված արցախցի երիտասարդներ, հասարակական, քաղաքական ակտիվիստներ, որ կողմը նայում ես հետախուզում, դատապարտում, ձերբակալություն, երկիրը դարձրել է քրեակատարողական հիմնարկ, ինքն էլ գիտի քրեակատարողական հիմնարկի պետն է։ Սա է ընդամենը։ Այնինչ տեղի է ունենում, դա գիտեք, ուզում եմ ասել, որ այնինչ այսօր տեղի է ունենում, թե այդ ձերբակալությունների, թե հետախուզումների, թե հետապնդումների, թե մեր այս նողկալի, այս անարժանապատիվ իրականության մեջ, դա մեր բոլորի մեղքն է։ Մեր բոլորի մեղքն է, որ մենք այսօր թողնում ենք, որ այս իշխանությունը դեռ գոյատևում է։ Այս իշխանությունը դեռ շարունակում է մուրճը խփել ու ասել ես եմ տերը։ Դա մեր բոլորի մեղքն է։ Մենք կարող էինք, կար, դրա հնարավորությունը եղել է մի քանի անգամ, բայց ցավոք, թե հասարակական ու թե քաղաքական գործիչները այդ պահը բաց են թողել կամ միգուցե այդ պահը այնպես են օգտագործել, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի այսօր ումն ուզի ձերբակալի, ումն ուզի նստեցնի, ումն ուզի երկրից վտարի, ումն ուզի երկիր մտնողին անցանկալի անց հայտարարի, մեր մեղքն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանում գործող քաղաքական, հասարակական ուժերի մեղքն է։ Ես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ամենազորն է, պարտվող չէ, հայկն է, թե չգիտեմ ով է, կներեք։ Ուղղակի մենք չենք ուզեցել մի անգամ մեզ ամենաուղիղ իմաստով նեղություն տալ ու սրանց քշել։ Չենք ուզեցել։ Մենք երբեմն չենք կարողացել մեր քաղաքական անձնական շահերը մի կողմ դնել, համախմբվել եւ սրանց քշել։ Աշխարհում այսպիսի իշխանությունների են քշել։ Այսպիսի իշխանությունների են վռնդել։ Պարզապես մենք այդ համախմբումը չկարողացանք ունենալ։ Տեսեք, նույնիսկ արցախցիներին, այստեղ արդեն 2 տարի է, որ այստեղ նույնիսկ արցախցիների մեջ են մասնատվածություն առաջացրել։ Այս իշխանությունը եկավ բաժանիր, որ տիրես սկզբունքով։
եկավ ատելություն սերմանելով, եկավ բաժան անելով, ընտանիքներից մինչև տարբեր հիմնարկներ ու քաղաքական ուժեր, բոլորին բաժան արեց։ Ու մենք տրվեցինք այդ բաժան անելու սկզբունքին Փաշինյանական։ Մենք տրվեցինք։ Նույնիսկ իր թիմում է այդ բաժան վիճակը։ Մի պա այսօր իր թիմակիցները, եթե պատկերացնեմ, որ մի պա չկա Նիկոլ Փաշինյանը, այնտեղ իրար հում կուտեն։ Մարդակերի նման իրար կուտեն։ Մենք հիմա առաջիկայում ունենք եւս մեկ հնարավորություն այս իշխանությանը հեռացնելու։ Առաջիկայում նոյեմբերի կեսերին ունենք այդ հնարավորությունը Էջմիածնի ընտրություններով այս իշխանությանը հեռացնելու։ Քաղաքական տարբեր ուժեր հայտեր են ներկայացրել, տարբեր ուժեր մտածում են մասնակցելու այդ ընտրություններին։ Գյումրիում որոշակիորեն փոխհամաձայնեցում եղավ։ Ես վստահ եմ, որ Էջմիածնում եւս կլինի։ Ով է Էջմիածնում Փաշինյանի խմբի այդ տեխնացուն, երիտասարդ մի տղա, ով երբ երթմնակալություն ընդունեց Խոյի համայնքի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում, շատ իր կյանքը Արցախին նվիրած Մեխակ Մեխակյանի որդին է։ Մեխակ Մեխակյանի անունով Արցախում Մեխակավան տարածք կար անվանակոչված։ Բա Արգիշտի ջան, չկա այդ Մեխակավանը հիմա։ Այնտեղ հայրիկիդ եւ մյուս հերոս տղերքի անունով հուշարձան էր կանգնեցված, բուլդոզերի տակ տվել անցել են։ Բա չկա։ Բա որ երթում էիր տալիս, ասում էիր հայրս ասել է իմ թոռը պիտի զոհվի Վանում, իսկ որդիս մեծ հայքի նահանգում։ Արցախ չես կարողանում գնալ, բա Արգիշտի ջան։ Բա դու Մեխակ Մեխակյանի որդին ես, տես այսօր ում հետ ես, ում թեկնածուն ես այսօր։ Մենք ունենք այդ հնարավորությունը, նորից եմ ասում, քաղաքական դաշտը այսօր ունի այդ հնարավորությունը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Տեսեք, Գյումրիում հեռացնելու են, Էջմիածնում հեռացնելու են, մի քանի ամիս հետո համապետական ընտրություններում վռնդելու են, չգիտեմ ուր։ Ունեն այդ հնարավորությունը։ Հիմա մնում է քաղաքական։ Ասեմ, որ էջմիածնեցիներն էլ ունեն այդ մեծ ցանկությունը։ Էջմիածնում չընտրելով ԿՊ-ին, նաև մեծ այսպես համախմբում է լինելու եկեղեցու դեմ, Մայր տաճարի հետ համախմբում է լինելու։ Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը նորից ասաց, որ ես չեմ մոռացել, որ մենք պիտի դեռ գնանք դեպի եկեղեցի, մենք պիտի գնանք խմբով, Կտրիչ Ներսիսյանը պիտի այնտեղ չլինի։ Մենք լավ գիտենք, որ խնդիրը այստեղ եկեղեցին չէ, խնդիրը Կտրիչ Ներսիսյանը չէ, խնդիրը այստեղ հայ առաքելական եկեղեցին է։ Իսկ հայ առաքելական եկեղեցին պղծել, անպատվել, դա Թուրքի առաջադրանքն է, Թուրքի պահանջն է, թուրք-ադրբեջանական երկրների ընդհանուր շահից է բխում։ Հիմա մենք այսօր ունենք այդ լավ հնարավորությունը թույլ չտալ, որ այս ադրբեջանահաճո իշխանությունը մտնի Մայր տաճար, թույլ չտանք, որ Էջմիածնում կարգեն իրենց տեխնացուին։ Քաղաքական դաշտում այսօր կան շատ ու շատ խաղացողներ։ Առաջադրեք, մասնակցեք այդ ընտրություններին եւ տեսեք Նիկոլ Փաշինյանը թող փորձի իր տեխնացիով ԿՊ-ի բախտը Էջմիածնում։ Ես հիմա փոխանցում եմ նաև բոլորին Էջմիածին քաղաքի շարքային բնակիչների այդ մտադրությունը, ցանկությունը, որ ԿՊ-ն այլևս Էջմիածնում տեղ չունի։ Դե տղայք, մտեք Էջմիածին, համախմբվեք, իրար հետ կարողացեք Էջմիածնում փոխել ինչ-որ բան։ Եթե չեք կարող, Նիկոլ Փաշինյանը մեզ կասի, մենք տալիս ենք Սյունիքը, որովհետև պիտի Երևանում մարդ ապրեր։ Հերթը կհասնի Արարատին, կասի տալիս ենք Արարատը, որ Երևանում մարդ ապրեր։ Հետո կասի տալիս ենք Երևանը, որ Կոտայքի մարզում մարդ ապրի, որովհետև Կոտայքի մարզը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահման չունի։
ու այդպես մեզ բոլորիս կլցնի կամ Կոտայքի մարզ կամ հայդե դեպի որտեղ ուզում են, ամբողջ իրականությունը սա է լինելու, ինչքան էլ քննադատենք, ինչքան էլ ասենք, որ Նիկոլը սա ասեց, նրա այն մի երես փոխանեն ասեց, մի ուսապարկը այսպես գոռաց, այն մեկը տեղից վեր թռավ, այն մեկը թմրանյութով ներս մտավ, այն մեկը չգիտես ինչով, մեղավորությունը մեր բոլորինս է։ Ես նորից ասում եմ, ունենք հնարավորություն Էջմիածնով փոխելու եւ սրանց առաջիկայում վռնդելու։ Կկարողանանք, լավ, չենք կարողանա, էլի կմնանք այսպես խոսալու մակարդակի, կսկսենք խոսել, անցնել, իսկ Փաշինյանական իշխանությունը չի խոսում միայն, նաև գործում է, ասում է, որ նախ ուզում եմ իմ խոնարհումը եւ հիշատակումը բերել 2 տարի առաջ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում հակառակորդի հարձակումից զոհված մեր բոլոր տղաների հիշատակին, հարյուրավոր տղաներ զոհվեցին Ջերմուկում, Կապանում, Սյունիքի մարզում, ասում է, որ եթե մենք մնանք մեր բանակի հույսին, մենք պարտվելու ենք։ Մենք անվտանգություն չունենք։ Ահա, բառացի, շնորհակալ եմ ձեզ։ Իհարկե, այն բանակը, որը այսօր դուք եք պահում, մենք անվտանգություն չենք ունենա։ Ինձ համար բանակը միշտ եղել է առաջնային, ինձ համար բանակը դա մեր յուրաքանչյուրի երեխան է, իմ զորակցությունը բանակում ծառայող յուրաքանչյուր զինվորի սպայի, սակայն այն քայլերը, որով վարվում է Նիկոլ Փաշինյանը մեր բանակի հետ, ամեն օր տանելով բանակը կազմաքանդման, իհարկե մենք այս բանակով անվտանգություն չենք ունենա։ Բանակ, որտեղ դուք բարձրանում եք դիրք պահող զինվորին, ասում եք Վարդենիսում, այս դիրքը շուտով հանձնելու ենք թշնամուն։ Հետո մի քանի օր հետո բարձրանում եք այդ նույն զինվորին, ասում եք ինժեներական աշխատանքներ կատարեք, որովհետև այդ դիրքը պիտի հանձնվի թշնամուն։ Իհարկե, այս բանակով դուք անվտանգություն չեք պահի։ Դուք որևէ առումով անվտանգություն չեք պահի, որովհետև դուք ձեռքներդ վեր բարձրացրած գնում եք հանձնման։ Դուք հանձնման իշխանություն եք։ Եվ ցավոք, նորից եմ ասում, մենք մեր լուր գործողություններով նպաստում ենք ձեր հանձնման գործողություններին եւ ոչ միայն հանձնման գործողություններին։ Հիմա եթե մենք բանակով չունենք անվտանգություն, ձեզանից ինչ պահանջում են դուք տալիս եք, նշանակում է դուք վաղը Երևանում բերելու եք Թուրքին։ Բոլորովին վերջերս ամենաաղմկահարույցը եղավ այն, որին անդրադարձան նաև միջազգային լրատվամիջոցները, կառավարության այն չզեկուցվող հարցերից թաքուն, սենց գաղտագողի այն հարցներ, որ Արարատը պետք է մեր ելքի ու մուտքի կնիքների վրայից դուրս գա։ Էս էլ մի այն քլեչ էր, ինչ էր այդ Ռուբինյանը, որ սենց բանով կարմիր գորգը ուսերին առած բերանին լայն ժպիտով գնաց, դրա գալուց մեկ օր առաջ, դա էլ ժեստ էր, դա էլ թուրքերին մի հատուկ ժեստ էր, որ տեսեք մենք, Արարատ Միրզոյանն էլ տայք են քլեչը տաներ, ընդեղ անունը դներ, չգիտեմ, ինչ էին ասում, Արաբատ էին ասում, ինչ էին ասում, այդ ձեր Արաբատին էլ տանեի, տայքը այնտեղ տանեին ու Արարատ Միրզոյան, քեզ հետ ինչպես են վարվելու, ինչ ես անելու, այդ տարիքում գնալու ես անունդ փոխես, հարցրել է շեֆիդ, ինչ է ասել, օրինակ ինչ ես անելու, էլի անվանդ հետ ինչ ես անելու, հարցրել ես, այդ հարցը տվել ես, ամոթ է, այսքան տարվա պատմություն ունեցող ժողովուրդը դառնա այսպես գլխի կոր, դառնա թրքահաճո մի իշխանության գերի, ապրի այս լծի տակ, թուրքից ավելի թուրք եք փորձում երևալ, լավ ինչքան կարելի է, հազիվ ռազմաբազան հանենք, վայ սենց անենք, վայ եկեղեցու այս մեկը պսակվել, այս մեկը երեխան, դուք ձեզանից խոսեք, դուք ինչ եք արել,
որ մարզ գնում եմ, ասում են հայրենավաճառ ու դավաճան են նրանք, ձեզանից խոսեք դուք, և ամենացավալին այն էր, այո, մենք մինչև այս եթեր սկսելը խոսում էինք, որ ամսի 12-13-ին կարծես այդ հարյուրավոր տղաների անմեղ արյունը, որ զոհվեցին Կապանում, Ջերմուկում, կարծես թե դրա մեղավորը դուք չէիք, ինձ պատմում էին, թե այդ տղաների դիերը ոնց են շպրտվել ծառերի վրա, այդ օրերին Կապանում պատմում էին, այնպիսի մի ֆեստիվալ էիք կազմակերպել, ձախ հարութ էիք բերել, այնպիսի մի տոնախմբություն, գոնե օրը փոխեիք, ախր մեր հիշատակն էլ եք պղծում, ախր մեր հիշողությունն էլ եք փորձում, մենք հասկանում ենք, որ մարդ ու անասուն իրարից տարբերվում են հիշողությամբ, եթե դուք այդ հիշողությունը չունեք, մենք ունենք այդ հիշողությունը, այդ երկրի հակառակ կողմը գրքով այսօր երկիր եք կառավարում պղծելով ամեն ինչ, լավ, ուր ենք գնալու, ախր այս իշխանությունը այսօր կա, վաղը չկա, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, հավատացնում եմ ձեզ, սրանք այսօր կան, վաղը չկան, լավ մի ամիս էլ ձգեն իրենց կյանքը, երկուս էլ ձգեն, մենք ապրելու ենք այս հողում, ում հետ ենք ապրելու, այդ փողի համար սատկողները ասում են, հեսա վաղը Ադրբեջանից էժան կգա այս ապրանքը, և գիտեք իմ աղջկա արժանապատվությունը, որը դեռ անչափահաս երեխա է, 100-ապատիկ ավելի մեծ է, քան Ալեն Սիմոնյանինը օրինակ, մենք 2 տարի առաջ Վրաստանով գալիս էինք, ինչ-որ մթերք գնեցինք, որ մթերք էր, որ հետո ճանապարհին պարզվեց, ճանապարհին մեր հետ կային նաև արցախցիներ, ասացին, որ այդ ումից որ գնեցիք ադրբեջանցիներ էին, 2 տարի առաջ էր, իմ աղջիկը կանգնեցրել է մեզ նոյեմբերյանում, այդ ապրանքը տվել է դուրս շպրտել մեր մեքենայից, ասելով, որ ադրբեջանցու ապրանքը չպիտի մտնի մեր տուն, ինչ ուզում է լինի, ուզում է դա ձրի լինի, ես կարծում եմ, որ իմ անչափահաս աղջկա արժանապատվությունից, եթե ունենային որոշ իշխանավորներ, այսօր մեր վիճակը գուցեև այսպես չէր լինի, չգիտեմ ինչ ասեմ, որ ինչքան խոսում ենք, այնքան զգում ենք, որ խոսելիքը կա, բայց մենք խոսում ենք, իրենք գործում են, ցավոք մենք խոսում ենք, իրենք գործում են, այսպես մենք խոսելով կհասնենք նրան, որ կտեսնենք, որ օրինակ Սյունիքում այլևս իրենք են, Արարատում այլևս իրենք են, Վարդենիսում այլևս իրենք են, իրենք կան, իհարկե, և Սյունիքում կան, և ամեն տեղ էլ իրենք կան, արդեն քանի տարի իրենք կան, ես վստահ եմ, որ նաև Փաշինյանը հոգ է տանում, որ իրենք սոված չմնան այնտեղ, ենթադրում եմ, որովհետև հիշում եք, ասում են կսովածանան կգնան, եթե չեն սովածացել գնացել, նշանակում է մենք հոգում ենք նաև իրենց սոված չմնալու հարցը, ես ուղղակի ուզում եմ Եվս մեկ անգամ Էջմիածնի ընտրություններից առաջ դիմել բոլոր էջմիածնեցիներին, հասարակական ակտիվիստներին, Էջմիածնի ընտրություններով շատ բան է փոխվելու, Էջմիածինը իր ճիշտ ընտրությամբ թույլ չի տալու, որ պղծվի հայ առաքելական եկեղեցին, որովհետև հայ առաքելական եկեղեցին պղծելուց հետո մենք չենք խոսի միայն այս սրբազանների դատավարության մասին, ստիպված կլինենք խոսել տասնյակ սրբազանների դատավարության մասին։ Եկեք միասին թույլ չտանք պղծվի հայ առաքելական եկեղեցին, միասին թույլ չտանք, որ Էջմիածնում թրքահաճո իշխանությունը հանկարծ ու հանկարծ փորձի հաղթանակ տանել։ Միշտ էլ կարող է մարդու հայրը լավ լինել, բայց ընտանիքի մյուս անդամները ոչ։ Հիմա այդ պարագան է, որ
հայրը իր արյունը տվել է մի հողի համար, որի անունը այսօրվա իշխանությունը եւ նաեւ իշխանության տեխնացուն դժվար թե փորձեն արտասանել որպես մեր պատմական հայրենիք։ Այնպես որ եւս մեկ անգամ մենք հնարավորություն ունենք այս իշխանությանը գրողի ծոցն ուղարկելու։ Շուտով նորից լինելու եմ Էջմիածնում։ Սիրելի էջմիածնեցիներ, նորից ձեզ հետ զրուցելու եմ, խոսելու եմ, միասին կիսվելու ենք։ Այստեղ ունեմ նաև մի շարք էջմիածնեցիների հեռախոսահամարներ, որոնց հետ խոսելուց հետո ասել եմ, եկեք տվեք ձեր հեռախոսահամարը, ելի եմ գալու, ելի ենք խոսելու։ Նորից եմ լինելու։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն համայնքում, ամեն գյուղում շատ ուշադիր լինենք։ Շատ ուշադիր, որովհետև իրենց եթե այսպես Երևանով չկարողացանք քշել, պետք է սկսենք փոքր-փոքր քշելով գնալ։ Աստված մեր բոլորի հետ, ես կարծում եմ, այդպես կլինի։ Ստեփանյան, գիտեք, որ կինը գնացել է դրսում սովորելու, լուսանկար է հրապարակում, կարծեմ վերջերս ասել էր, եթե ես չնախաձեռնեի կրթվելու նորաձև ինձ համար չի զբաղվի, մոտավորապես նմանատիպ մի բաներ էր ասել, հիմա լուսանկարել է այնտեղից հրապարակել, ոնց է կրթվում, խնդրեմ, ինչ ունեք ասել։ Այդ նախ չեմ ուզում, գիտեք, իրենց մասին իսկապես չեմ ուզում խոսեմ, բայց եթե այդպես կրթում էին, ես կարծում եմ պետք է կրթել սկսեին իրենց թիմից։ Օրինակ, հավաքեր ամեն օր Ալեն Սիմոնյանը միտեղ, Նիկոլ Փաշինյանը միտեղ, այսպես թիմ հավաքեին բոլորին, ասեին արի ու կրթի սրանց, խոսել սովորեն, հասարակության հետ շփվել սովորեն։ Ոչ թե մեկի վրա տեսնում ես պլանի գործա, մեկը հարբած այն մի Գյումրու փողոցներն ա չափչփում, մեկը տեսնում ես բանով փողմող տանելով այսպես գային կրթեին, բա կրթեիք։ Եթե մենք ունենայինք կիրթ իշխանություն, կիրթ, չեմ ասում էլ հայրենասեր, էլ չգիտես ինչ, կիրթ մարդը շատ ավելի լավ է չափուձևանում երկիր կառավարելու։ Կիրթ իշխանության պարագայում մենք վստահ եմ չէինք ունենա այս խայտարակ, այս անարժանապատիվ, այս ողորմելի, այս նվաստացուցիչ վիճակը։ Բա սկսեին կրթել։ Ես ելի եմ ասում, ես չգիտեմ, իրավունք ունեմ, չէ, մարդ եմ չհավատալու, որ Նիկոլ Փաշինյանի կինը այնտեղ կրթվում է։ Ես իրավունք ունեմ չհավատալու։ Դա իմ իրավունքն է։ Եթե մենք ունենայինք կիրթ իշխանություն, ունենայինք նաև պահանջատեր, տեսնում ենք աշխարհում պահանջատեր հասարակությունները ինչ են անում։ Մենք չենք կարողանում մեր գերիների հարցը բարձրացնենք, մենք վախենում ենք անհետ կորածների հարցը բարձրացնենք։ Այդ ծնողներին սենց կուտի-պուտի անելով տանում մտցնում են, ես դուր ասում են, ով ձեզ հետ խոսեց, ով ձեզ ինչ ասեց։ Այսուր ենք հասել ու խոսում ենք կրթությունից, քարե դար ենք հասել։ Մի ընտանիքի ամբողջ ողբերգություն թողած, այդ ընտանիքի մորը տանում են, այս անկյուն արի, հանկարծ տես ծպտունը չլսենք, հանկարծ սենց չանես, հանկարծ 5 տարի անհետ կորածների ծնողներին դուք տանում եք, այստեղ ու այնտեղ ու ասում եք, էլի ջղայնացա, ինչ ասեմ։ Ես եմ շնորհակալ։